Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 09:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Ուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։ Տեղում Ուբարաշենի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մն է, ով նույն օրը դպրոցի բուժկետում բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ տեղեկությունների Սամվել Մն աշխատում էր նշված դպրոցում որպես պահակ։ Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 13:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ին եւ հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10:00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ-ն եւ Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Գ-ն առանց իր համաձայնության եւ թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։ Պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ափ-ն, 13-ամյա Ափ-ն, 10-ամյա Լ-Փ-ն, 8-ամյա Լ-Փ-ն եւ 6-ամյա Ափ-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային 2-ամյա Ս-Փ-ին։ Կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Փետրվարի 2-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պահեստավորում եւ իրացնում է տարբեր մակնշումներով կեղծողիներ եւ գունավոր խմիչքներ։ Ժամը 13:40-ին տղամարդը ձերբակալվել եւ իր վարած Բյուիկ մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն։ Նա ընդունել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակի կեղծ խմիչք, 492 հատ 1 լիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կես լիտրանոց կոնյակ եւ օղի, նաեւ 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց 3 տարա պատրաստի օղիով դատարկ շշեր, պիտակներ, 5 հարկը խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառած վնասից վճարել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին ժամը 21:45-ի սահմաններում ազատամարտիկների փողոցում նկատել են Մերսեդես մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ, կատարում էր դրիֆտ։ Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր, թե ինչպես է Նիվայի վարորդը դրիֆտանում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են մեքենան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։